գլխավոր խնդիրը եղել է հեծանները թաքցնելու ու թաքցնել իրան լոգիկայի սահմանների մեջ։ Օգտագործել ենք տարբեր նյութեր, քար, փայտ, երկու տիպի մետաղներ։ Հիմա հասանք Լիլիին, ամենամ իմ սիրած մասը։ Զոնաները, որոնց վրա աշխատել եմ, աստիճանավանդակն է եւ երկրորդ հարկը։ Սկսեմ աստիճանավանդակից, որ դիտարկում է աստիճանավանդակ ընդհանրապես իրանից ինչ է ներկայացնում, հենց կոնկրետ մեր շենքում, IQ-Soft-ում։ Այնպիսի մի հատված է, որտեղից բոլորն են օգտվելու, թե հյուրերը, թե աշխատակիցները, ու այսինքն կարևորագույն հանգույց է, էլի ինքը հանդիսանում շենքի ներսում, որտեղ պետք է համ ֆունկցիոնալ իր նշանակությունը պահպանվի, համ էլ ընդհանուր շենքի դիզայն նախագծի կոնցեպտի մեջ տեղավորվի, այսպես ասած։ Աստիճանավանդակի երևի գլխավոր խնդիրը եղել է հեծանները թաքցնելու ու թաքցնել իրան լոգիկայի սահմանների մեջ, այսինքն ինչ ենք արել մենք, աստիճանավանդակի եզրագծերը որ կա, դրանք շարունակելով ստացել են գիպսաստվարաթղթով առաստաղ, որը շարունակում է, չէ՞։ Որի շարունակությամբ էլ հենց փակել ենք հեծանները ու ստացել ենք բավականին սիրուն հանգույցներ։ Այսինքն կարելի ասել հենց առաստաղներից էլ սկսվեց դիզայն կոնցեպտը հենց աստիճանավանդակի։ Ես համել այս հատվածը նրա համար եմ սիրում, որ ինքը իրենց փոքր տարածք է ներկայացնում, բայց օգտագործել ենք տարբեր նյութեր, քար, փայտ, երկու տիպի մետաղներ։ Ու իմ ամենասիրած էլեմենտներից երևի հարկայնությունը ցույց տվող նշանն է, որի վրա նաև զոնաներն ենք ցույց տվել, թե կոնկրետ այդ հարկում ինչ զոնաներ են մտնում։ Ունենք նաև լավ մշակված հանգույց աստիճանավանդակի հարթակի հատվածը, այո, եւ կոնկրետ այս աստիճանավանդակի համար մշակված բազրիկները, մետաղական բազրիկները, որոնք նույնպես թեքություններով ենք։ Ու բանը չէ, ոնց իր փոխուղղացնելով, չէ՞, աստիճանի թեքությունը որ կա, դրա փոխուղղացով, պատին զուգահեռությունը պայելով, այսինքն ամեն գիծը մեկը մյուսի հետ կապակցված է։ Ոչ մի բան չկա, ու էլի տարածքին համապատասխան ենք արել։ Ու նաև ակցենտի համար էլ փայտ ենք օգտագործել պատերի երեսապատման համար։ Ֆունկցիոնալ։ Այսինքն ֆունկցիոնալ պետք է ինչ-որ բան անել, վերջը որսինք փայտ։ Ֆունկցիոնը նրանում է կայանում, որ աստիճանավանդակով շատ են իջնելու բարձրանան ու ոտնատեղեր, ոտնահետքեր են մնալու։ Թևով բանով միշտ բանով հաջողացնում ենք սկսվեն պատերը։ Բան տեղափոխելուց խփեն վնասեն պատերը։ Ու համել որ փայտի թեման ամեն մեկի մոտ ինչ որ մի ձևով ինքը կա, ինտեգրվել է, այո, աստիճանավանդակում էլ այդ կերպ ենք կիրառել։ Հաջորդը խոսեմ երկրորդ հարկի մասին։ Իրականում երկրորդ ու երրորդ հարկերը նույն ֆունկցիան են կատարում։ Սրանք այն հիմնական հարկերն են, որտեղ աշխատակիցներն են լինելու, open space ասվածն է լինելու այս երկրորդ հարկերում։ Անձամբ այս երկու հարկերի կոնցեպտը ու իրար հետ կապակցված լինել նրա համար եմ սիրում։ Որ ունենք նույն տարածքը, կարելի ասել լրիվ նույն մակերեսով, նույն նշանակությամբ, բայց տվել ենք երկու լուծում։ Երկու իրենց կտրուկ տարբեր դիզայն, բայց նույն ֆունկցիոնալ լուծում է։ Նույն ֆունկցիոնալ լուծումներով։ Ու նաև իրար նման, համ տարբեր, համ նման։ Ու կարելի ասել երկրորդ հարկը նախագծելուց ինձ շատ է օգնել այն փաստը, որ Նարեն արդեն իսկ երրորդ հարկը շատ լավ մտածել էր, թե հատակագծորեն, թե դիզայնի առումով։ Ես ոնց որ ավելի շատ էքսպերիմենտներ եմ արել, ունենալով պատրաստի արդեն լավ մշակված միտք։ Ինձ շատ է օգնել օրինակ այդ փաստը։ Հարցներով որ քո էքսպերիմենտները ոնց որ եկել է իմին անցել է, որ ես դրանից առաջ էքսպերիմենտ եմ արել, դու ասես եկել ես պիկը լրացրել ես դրանով, որ ասում են ինչ որ փորձել եմ ես անել, դու որ Միքայել արդեն որ ասում է մի գլուխը լավակոս ավելի հիմա լրի վետեր, որ ես ինչ արել եմ, դու ասես մի հատ level եկար բարձր արեցիր, ու ատի ինձ շատ է օգնել։ Ընդհանրապես որ այս տարածքը դիտարկում էի նախագծելուց, կարևոր խնդիրներից մեկը այդն էր, որ երբ որ ունենք sense մեծ մակերեսով տարածք, միշտ բարձրության հետ sense կոնտրաստային հարաբերության մեջ է լինում։ Ու նման երբ որ առաստաղով ունենք անցնող ինժեներական համակարգեր, նման հվաք, եթե ունենք հվաք համակարգեր ունենք անցնող, դա շատ ավելի sense կրճատում է տարածքում ու մարդը մի քիչ ճնշված է իր անցքում։ Այս խնդիրը օրինակ լուծել ենք վերտիկալ էլեմենտներ մտցնելով, ու քանի որ օֆիս ասելով ես ոնց որ անբաժան մաս է, էլի կազմում բույսեր ունենալը, խնամելը, պահելը, ոնց որ բույսերն էլ համակցել ենք այս
վերտիկալ էլեմենտների հետ ծաղկամաններ ենք ստացել բետոնից ու կորտենի մետաղական խողովակներով ու տենց ոնց որ շեշտել ենք էլի տարածքի ուղղահայացությունը այսպես ասած Հատկապես որ տարածքը լավ ընդարձակ էր, ավելի էր նեղ լինում, վերտիկալ էլեմենտներ դնելով արդեն իրան տարածություն տվեցինք, որ մարդ անդադ մի միջավայրից միջավայր գնա, չէ՞ որ ավելի մեծ բարձր ընկալվի առաստաղները։ Հա, դրանով ոնց որ շեշտել ենք ուղղահայացությունը ու մարդը այդքան ճնշված իրան չի զգում տենց տարածքում։ Այս տարածքում նաև ունենք ակուստիկայի խնդիր, ակուստիկայի խնդիր իրականում շենքի տարբեր հատվածներում ունենք։ Այստեղ լուծումը տվել ենք առաստաղներին ամրացնելով տարբեր տրամագծերի կլոր ակուստիկ պանելներ ու նաև ակուստիկ պանելներ ենք օգտագործել ֆոն բութերում, միթինգ ռումում, բայց արդեն պատերին ու հատակին ավելի խտացված տարբերակով։ Երկրորդ հարկում նաև ես շատ եմ սիրում հանգստի զոնան, որտեղ շատ ֆուտուրիստիկ է ստացվել իմ հատվածում, իմ հանգստի զոնայի հատվածում, իմ հանգստի զոնայում, Անձամբ երկրորդ հարկի հանգստի զոնայում ներկառուցված կլոր նստավայր հանգստի, հա Պահարան կա, որի մեջ նստած պահարանը իրականում դա արել, չէ՞։ Հա, բայց Կարուն պահարանի մեջ դժվար բացատրել է։ լավ է դեպի չեք ասի, լավ Ասա, սա ասա։ կտրվեց։ Կլոր ֆորմայով ներկառուցվող նստելու տեղ Պարկելու դիսկ, չէ՞, ասկալեր։ խարկելու տեղ ու նաև այդ պահարանի մեջ կան ներկառուցվող պահարաններ գրքերի կամ այլ ինչ-որ դետալների համար։ Երկու հարկում էլ մտածված էր, որ պետքա բոլոր պատերը երես պատվեին, ինչ որ ձևով, թե ով ոնց արել, արդեն խնդրեմ։ Երկրորդ հարկում ցանցով ենք արել երեսապատումը պատերի ու այնտեղ ունենք նաև կորացող հատվածներ, որը նաև ցենց հետաքրքիր է շատ նայվում էլի, որ ցանցը կորանում է։ Ու հետևից լույսը չէ՞ որ գցվում։ Ու այնտեղ լույսել ունենք։ Մեկ էլ մի հատ շատ լավ գաղափար էր նարեն տվել, որ սյան մեջ պտտվող օվալաձև լույսեր լինեն, որը էլի շատ մեծ акցենտ է էլի հարկում դառնում։ Նման sense տարածքներում պետքա լինի ինչ-որ акցենտավորված հատվածներ, որ մարդու աչքը ինչ-որ տեղ ունենա էլի հատվելու։ Այդ չէ open space-ի ինչ անընդհատ նույն ձևի սեղանաթոռ։ Սեղանաթոռ ու դրա համար պետք են էլի sense акցենտավորված հատվածներ, որ մարդու աչքը չհոգնի ու ինչ-որ տեղ sense հառնի։ Այդ օվալաձև լույսերով հատվածն է акցենտ, մեկ էլ ունենք գեղեցիկ կորտենով պատ, որտեղ նաև բույսեր ունենք տեղադրված, դա նույնպես էլի հարկի ամենալավ հատվածներից մեկն է համով կարելի ասել։